Երևանում խցանումների խնդիրը աստիճանաբար դառնում է մեծագույններից մեկը, հատկապես տոնական օրերին, երբ քաղաքում երթևեկությունը կտրուկ ավելանում է պայմանավորված գնումներով, այցելություններով ու միջոցառումներով, խնդիրը ավելի է սրվում։ Թեև քաղաքային իշխանությունները պարբերաբար հայտարարում են ձեռնարկվող քայլերի եւ իրավիճակի վերահսկելի լինելու մասին, քաղաքացիների շրջանում դեռևս կան տարակարծություններ։ Արդյոք այդ միջոցառումները բավարար են եւ իրականում հնարավոր է լուծել խցանումների հարցը։ Armenia Today-ը քաղաքացիներին հարցրել է. քաղաքային իշխանությունը որքանով է կարողանում կառավարել իրավիճակը եւ տոնական օրերին հատկապես որ 3 խնդիրների լուծումն է առաջնայինը։ Չեն կարա, գիտեք, ես հին սովետի վախտից բանը ճամփեկը նեղ է եղել, բանը վախտ ուրիշ է եղել տրանսպորտը։ Հիմա արդեն մտածում են այդ բանով էլի, մի քիչ դժվար կլինի, բայց կանեն, ընթացքում կանեն։ Ըստ ձեզ առաջնային որ 3 խնդիրները պետք է լուծեն տոնական օրերին։ Տոնական օրերին առաջերտին անվտանգությունը, որ մարդիկ անվտանգ լինեն։ Մի քիչ մաքրեն, որ մարդիկ չեն գնեն ջարդվեն եւ անանոց գնան։ Դե երրորդն էլ բոլորի դու առողջություն լինի։ Դա ամենալավ հարց լուծելու ձևն է։ Թող առողջություն լինի ժողովրդին, բալաջան։ Երրորդն էլ թող ինչքան աշխարհում հայկա բոլորին առողջություն։ Չէ, չի կարողանում։ Դժվար հարց է, շատ ծանր հարց է, բայց լուծում է, էլի, լուծում է։ Ես կողմ եմ քաղաքային։ Երևի իրանց խնդիրն է, իրանք պետք է հարցով զբաղվեն։ Մենք քաղաքացի ենք։ Քաղաքային իշխանությունը, քաղաքապետարանը լուծում է, կարողանում է։ Չէ, չի կարող լուծել, ո՞նց կարող լուծի խցանումը։ Չէ, ես մեքենայով դուրս չեմ գալի, այս պահերը։ Ես իրանց հարցն է, էլի։ Ըստ ձեզ որ առաջնային 3 խնդիրը պետք է լուծեն տոնական օրերին։ Տոնական օրերին որ խնդիրները, այս թոշակառուների հարցը լուծեն, ճանապարհների հարցն է, ճանապարհները թող մաքրեն, զոնա որ ժողովուրդը չընկնեն կոտրված բան ստանա։ Մնացածը այս խցանումները գոնե մի թեթևացնեն։ Ոչինչ չեն կարող անել։ Ոչ ես Որոշ չափով կարողանում է, դա խցանում է, բոլորը դուրս են եկել, ակումբները շատացել են։ Որ ժամերին է խցանումներ ավելի շատ լինում։ Առավոտյան երեկոյան։ Իսկ որ առաջնային 3 խնդիրները պետք է լուծեն տոնական օրերին։ Դա խցանումներ չեն, համար չեն վարորդները։ Դե այնքան ավտո կա հիմա, ինչ ասեմ, շատ է մեքենաները։ Ոչ մի բան։ Էլ ոչ աղջիկան ոչ մեկին էլ չեմ հավատա, ոչ մեկին, էլ միայն խոստումն է, ռուսկա одни обещания։ Իսկ որ ժամերին են խցանումներ լինում։ Ես շփարոշ չեմ, любой ժամանակ է խցանումն է։ Փող կուտան իրենց, նա ինչ է, փողոցներն ու ոդկե ջարդեք։ Բացի խցանումների խնդրից ոչ մի բան չի կարողանում։ Երևի մասամբ։ Ինչ 3 խնդիրներ պետք է առաջնային լուծեն տոնական օրերին։ Քաղաքապետարանը, թաղապետարանները։ Ճանապարհների ազատ երթևեկությունը կարծում եմ առաջերտ։ Մնացածը երևի կատարում են էլի։ Երբեք չի կարողանա լուծի։ Ինչու՞։ Չի աշխատում նորմալ։ Անգրագետներին որ հավաքվելա գլխին ով պետք է աշխատի։ Խցանումը պետք է մեքենաների քանակը նախ կոնտրոլ արվի։ Տարեկան քանի մեքենա է մտնում։ Մոտ 20,000։ 1-2,000-ը ամենապակասը Երևանում ամանում, եթե ոչ ավելին։ Ոնց է բաները, փողոցները չէին կարա լայնացնեն։ Իսկ առաջնային որ 3 խնդիրները պետք է ամանորին լուծեն։ Փողոցները մաքրին ամենաառաջերտին։ Որ մարդիկ չընկնեն սառույցների մեջով։ Հետո սուտ բան է այդ ավազը բան ցանելը դրանց աղացանելը։ Բացի պագրիշկեկից մեր կոշիկներն են վնասվում։ Օգուտ չի տալի դա։ Պետք է հավաքվեն։ Ձյունը հավաքվի, տանի թափվի։ Ճիշտը դա է։ Ոնց որ անում է Ռուսաստանը։ Դե իհարկե ոչ։ Իրականում ես կսվարորդ եմ։ Խնդիր կա, հատկապես անձրևային ձնային եղանակների խայտարակ իրավիճակը։ Բայց դա հուսանք լավ կլինի։ Խցանումները ավելացել են, բայց նկատելի է, որ աշխատում են լուծեն։ Ուղղակի մեքենաները շատ են երևի։ Ճիշտ ասած, քաղաքային իշխանությունը ոչ մի հարց չի կարողանում լուծել, ինչ մնաց խցանումների խնդիրը լուծվի, որովհետև դա շատ կոմպլեքսային հարց է։ Դա միայն, այսինքն 1-2 ինչ-որ տրանսպորտային միջոց շահագործմանը ենթարկելով չի ստացվի ոչ մի անգամ։
Դա պետք է կոմպլեքսային լուծել, պետք է անպայման աշխատանք կատարել նաև բնակչության հետ, որպեսզի բնակչությունն էլ լավ աջակցի այդ process-ին։ Սա է, որ իրականությունն է, որ ամենտեղ այդպես են անում ամբողջ աշխարհում։ Ոնց կարող է ժամը, երբ որ աշխատանքային օրը վերջացել է 6-ին, 5 անցկեց 6-ին վերջացրել են, թող 6 անցկեց 7-ին հասնեն տուն։ 8-ին ինչի համար պետք է լինի խցանը։ Ինչա պատճառը։ Տոնական օրերին առաջին 3 խնդիրը ո՞րն է, որ պետք է քաղաքային իշխանությունը լուծի մարդկանց Տոնական խնդիրներին քաղաքային իշխանությունը ոչ մի խնդիր չունի, բացի անվտանգության ապահովելուց։ Ուրիշ ոչ մի բան։ Ու իհարկե սնդամաթերք դա առօրյա ամենօրյա բան է, որը լուծում են, վատել չեն լուծում, լավ են լուծում։ Իսկ մնացածը դա էլ քաղաքային խնդիր չի։ Չէ, հա, ոչ մի բան չեն կամ ամառի։ 35 տարի ոչ մի բան չեն կամ այս երկրում։ Ոչ մեկներ չի կարող։ Լուծում է եւ կլուծվի էլ։ Շատ լավ կլինի։ Դժվարությունները մարդկանց համար են, տրանսպորտը շատացել է, շատացել եւ ամեն ինչ լավ կլինի։ Նոր տարի։ խցանումները պակասել են։ Խցանումները տարբեր հանգամանքներից են կախված, բայց խցանումներն էլ կպակասեն։ Կպակասեն եւ քաղաքային մեր տնտեսությունը շատ լավ աշխատում է, տրանսպորտը շատ լավ աշխատում է։ Ես օրինակ այսօր անցել եմ նորմալ, ամեն ինչը նորմալ։ Ոնց կարան լուծեն, այսքան ավտոների մեջ։